Դու կկամենաս Աստուծո խոսքը բարձրաձայն ընթերցել մի խումբ մարդկանց համար։ Գիտեք ինչ գեղեցիկ բան է գոնե մի հոգու համար բարձրաձայն ընթերցել Աստվածաշունչը։ Գիտեք ինչ օրհնությամբ ու սիրով կլցվի ձեր կյանքը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասեց. «Ինչ ձեզ ասում եմ խավարի մեջ, դուք ասացեք լույսի մեջ, և ինչ լսում եք ականջի մեջ փսփսուքով, հրապարակեցեք տանիքների վրայից, և մի վախեցեք»։ Սա նա ասաց Մատթեոս ավետարանի 10-րդ գլխում։ Եկեք այս գեղեցիկ ու հույսով լի օրերին մի լավ բան անենք, սիրելի բարեկամներ։ Մեզանից ամեն մեկս գոնե մի հոգու համար բարձրաձայն ընթերցի Աստվածաշնչից մի հատված։ Եթե գաղափարը ձեր համար ընդունելի է, գրեք կոմենտների բաժնում, ձեր հետ կուրախանամ ու ձեր համար փառք կտամ Աստծուն։ Ահա այս մասին մի քանի մտքեր, որ վերցրել եմ տարբեր աղբյուրներից։ Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո։ Ամեն։ Աստվածաշունչը տրվել է կարդալու համար, բայց այն նաև տրվել է լսվելու համար։ Ճիշտ է, որ այսօր Աստվածաշունչը լայնորեն մատչելի է մարդկանց մեծամասնության համար, բայց պատմության ամբողջ ընթացքում մարդկանց համար Աստվածաշունչ ունենալը չլսված մի բան էր տպագրության բացակայության և բարձր գնի պատճառով։ Դրա համար մենք տեսնում ենք, թե ինչպես Եզրաս քահանան մարդկանց համար բարձրաձայն կարդում էր Աստվածաշունչը, Նեեմիա 8, որպեսզի ժողովուրդը լսեն և իմանան Աստուծո խոսքը։ Պողոս առաքյալի նամակները նույնպես բարձրաձայն ընթերցվում էին մարդկանց համար։ Այս մասին գրված է Կողոսացիների 4 գլխում և Առաջի Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխում։ Երբ Աստուծո խոսքը լսում ես բարձրաձայն, սա լրիվ տարբեր զգացողություն է, քան այն կարդալ մտքի մեջ, որ նաև մարդկանց մուտք է առաջացնում։ Լավ պատրաստված ու շնորհալի ընթերցողը ձայնի երանգի, շեշտադրության ու ռիթմի միջոցով կարող է մարդկանց սրտերին հասցնել Աստուծո խոսքը իր ամբողջ գեղեցկությամբ ու հարստությամբ։ Եթե սիրում ես Աստծուն և սիրում ես քո երկնավոր Հոր խոսքը հասցնել քո քույրերին ու եղբայրներին, ապա Աստված քեզ կտա անհրաժեշտ շնորհը, որ իր խոսքը մարդկանց հասնի մի այնպիսի զորությամբ, որ փոխի նրանց սրտերի ու մտքերի ուղղությունը։ Այսպիսով մարդու կյանքը փոխվում է դեպի լույսը, դեպի ուրախությունն ու մխիթարությունը, դեպի փրկությունը։ Մի զարմացեք այս խոսքերի համար, որովհետև Աստված խոստացել է Եսայի մարգարեի 55-րդ գլխի 11-րդ համարում ասելով, թե այդպես պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից, նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես, պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպեսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես։ Ուրեմն դու կուզես այսօր Աստուծո ճանապարհը պահպանել։ Դու կուզես քո երկնավոր Հոր ծնողական խոսքը հասցնել քո քույրերին ու եղբայրներին, ովքեր չեն լսում նրա ձայնը։ Դու կուզես նրանցից գոնե մեկ կամ մի քանիսի համար Աստուծո խոսքը ընթերցել բարձրաձայն։ Աստուծո խոսքը հզոր զորություն ունի իր կամքի համաձայն։ Տեսեք, թե ինչպես էր Պողոս առաքյալը հորդորում Տիմոթեոսին նրան գրելով. «Մինչև իմ գալը հետամտիր Աստուծո խոսքը ընթերցել, հորդորել և ուսուցանել հավատացյալներին»։ Առաջի Տիմոթեոս 4։ Ինչ իմանաս, Աստված քո բարձրաձայն ընթերցման շնորհիվ ինչ փոփոխություն ու օրհնություն կբերի մեր եկեղեցում, մեր անձնական կյանքերում և մեր հասարակությունում։ Վերջում հիշեցեք մեր Փրկիչ և Տեր Հիսուս Քրիստոսի այս խոսքը, թե «Ով որ ինձ խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հոր առաջ, որ երկնքում է»։ Պատկերացնո՞ւմ եք ինչ օրհնություն է, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը երկնքում մեր երկնավոր Հոր առաջ խոստովանում է ձեզ։ Ուրեմն առաջ, եկեք ամեն մեկս հաղթահարենք մեր ներքին կապանքներն ու այս գեղեցիկ օրերին Աստվածաշունչը բարձրաձայն ընթերցենք մեր մտերիմների համար։ Դուք սա կարող եք անել ձեր տանը, ձեր ծնողների ու երեխաների համար, ձեր քույրերի ու եղբայրների համար։ Դուք սա կարող եք անել ձեր եկեղեցում ձեր քահանաների օրհնությամբ։ Դուք սա կարող եք անել ձեր հանգստի ժամին ձեր ընկերների համար, բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ճանաչել Աստուծո խոսքը։ Եթե համաձայն եք, խնդրում եմ գրեք այստեղ շատերը ձեր հետ կուրախանան Աստուծո խոսքի տարածման համար ու ձեր համար փառք կտան Աստծուն։
Եթե այս փոքրիկ զրույցը եւ նախաձեռնությունը ձեզ օգտակար եղավ, խնդրում եմ դուք էլ տարածեք ձեր ընկերների հետ, որպեսզի ինչ իմանաս, միգուցե նրանք էլ մի բան անեն, միգուցե նրանք էլ Աստծո խոսքը տարածեն իրենց ընտանիքներում, իրենց երեխաների համար եւ օրհնությունը լցնի հայոց տները։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ եւ խաղաղություն տա բոլոր սրտերին։